Մենք թոշակառու ենք, բայց ուզում ենք աշխատենք։ Տիկին Սուսաննան տնային գործերից պարապ ժամանակ հատապտուղ և դեղաբույս է հավաքում։ Անցյալ տարի այս գործի չեմպիոն էր, 300 կիլոգրամ մասուր է անտառից բերել։ Այս տարի էլ ետ չի մնացել, հատուկ հագու կապով են գործիքներով զինված, եթե փուշը ծակի վնաս չունի։ Հագուստ, գոգնոց, ձեռնոցնի, մկրատ, սապոգներ, ամեն ինչ մեզ տրամադրել են, ապտեչկա, որ մենք մեզ ապահով զգանք անտառում։ Այրումի և հարևան 4 գյուղերի տասնյակ կանայք տեղեկատու գրքեր են ստացել մասնակցել դասընթացների, իսկ գլխավորը անտառից հավաքածը ճամփեզրին վաճառելու հոգսից ազատվել։ Շուկաներ կանանց համար ծրագրի օգնությամբ Այրում համայնքում անցյալ տարվանից գործում են մթերման կետ և չորանոց։ Բնակչությունից գնում ենք 150 դրամով, գնում ենք 200 դրամով, ընդունում ենք տեղում, կշռում և վճարում ենք դրա դիմաց, չորացնում և հետագայում վաճառքներ իրականացնում։ Այս տարի մթերել են 3 տոննա հատապտուղ, նախորդից 1 տոննայով ավելի։ Շուկայի քարտեզն էլ մեծացել, հասել է Ռուսաստան։ Ունենք արդեն կնքված պայմանագրեր համապատասխան գնորդների հետ, համապատասխան մատակարարման ծավալների ավելացման աճ ունենք, ինչը համարվում է ծրագրի հիմնական ձեռքբերումը։ Ուշահաս մասուրը, որ մինչև դեկտեմբերի կեսերը կարելի էր քաղել, պիտակով ու փաթեթավորված, ամենավերջինն է մտել վաճառակետեր։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։